36 պատգամավորի ձայնն ու վարչապետի միասնական թեկնածուի հարցը խնդրի միայն երկրորդ կողմն է, կա նաև երրորդ ամենամեծ խնդիրը։ Եթե անգամ խորհրդարանական ընդդիմությունը մի կողմ թողնի հակասություններն ու որոշեն վարչապետի միասնական թեկնածուին, ապա Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու ընդհանուր 54 պատգամավորի աջակցություն, այսինքն ինչպես նշվեց, եւս 18 ԿՊԱ-ական պատգամավորի պետք է համոզեն դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ։ 107 պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը այդքան է կազմում, սա էլ սահմանվում է նույն հոդվածի երկրորդ մասով։ Այսինքն ամենակարևոր հարցն է, թե որքանով է հավանական, որ եւս 18 ԿՊԱ-ական պատգամավոր կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելուն։ ՀԿ-ականները համարում են, որ դա սահմանադրությամբ նախատեսված միակ գործուն ձևն է Փաշինյանին հեռացնելու եւ պետք է փորձել օգտվել դրանից։ Կստացվի, չէ, թող չստացվի, բայց Քոչարյանն ասում է, որ նախապես պետք է նման նախաձեռնություն սկսելուց առաջ վստահ լինել, որ այն կհաջողվի, այլապես դա անլուրջ զբաղմունք է։ Այստեղ տեսնում ենք, որ մոտիվները տարբեր են։ Սերժ Սարգսյանի թիմը կորցնելու ոչինչ չունի, արդեն կորցրել է։ Նա անգամ ասում է, որ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, չնայած տարիներ առաջ նման մի բան էլի ասում էր։ Չստացվի ոչինչ, նրանց համար դա լավ ինֆորմացիոն, քարոզչական առիթ է, դաշտը իրենցով լցնելու եւ օրակարգ ձևավորելու համար։ Սպասվող ընտրություններում ունեցածն էլ պահեն էլի լավ է, բայց պահելու համար պետք է բնականաբար ամեն ինչ անեն, որ հանրությունը իրենց չմոռանա ու որոշակի գործոն համարի։ Բայց այ Քոչարյանի համար կան ռիսկեր։ Եթե ձախողվի այդ գործընթացը իմպիչմենտի, եթե նա միանա դրան, համապետական ընտրություններից առաջ, որը նա ավելի է կարևորում, ապա Փաշինյանի ռեյտինգը կարող է բարձրանալ իր անտի-ռեյտինգի հաշվին, քանի որ նա կգրանցի հերթական պարտությունը։ Քոչարյանը ցանկանում է պարտության մատնել Փաշինյանին ընտրություններով, իսկ դրանից առաջ հերթական ֆիասկո ունենալը իրեն վնասելու է։ Սերժ Սարգսյանը ակնարկում է, որ Փաշինյանը երբ Ալիևի հետ համաձայնվի ու բերի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը վերջնականորեն Հայաստանի պարտությունը կամրագրի, մի խոսքով նոր աղետներ կբերի, առիթ կլինի, որ դիմադրության շարժում սկսվի եւ կարողանան համոզել ԿՊԱ-ականներին միանալ իրենց։ Քանի որ եթե կողմ քվեարկեն Փաշինյանի ու Ալիևի պայմանագրին, ապա Փաշինյանի հետ միասին բոլորով կիսելու են դրա համար պատասխանատվություն։ Մի օր Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է կամ չի ընտրվելու, բայց այ իրենք առանց Փաշինյանի ապագայում անհատապես պատասխան կտան իրենց որոշման համար, իրենց ուսերին տանելով ժողովրդի նզովքը։ Եթե պարզվի, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրով ստանձնելու ենք ստորացուցիչ պարտավորություններ, կատարելով Ալիևի պահանջները։ Օրինակ դրանցից մեկն է 300,000 ադրբեջանցի Հայաստանում տեղավորել։ Հավանաբար հաշվարկը նա է, որ ինչպես Հովիկ Աղազարյանն ասաց, թե համաձայն չի եղել Փաշինյանի բանակցած փաստաթղթին, նման հակասություն կունենան նաև այլ պատգամավորներ։